Այս տեսահոլովակում No, my kid, no. այս ընտանիքը տարիներ շարունակ ապրել է մի տանը, որը աստիճանաբար վերածվում էր իսկական մղձավանջի։ Սկզբում ամեն ինչ թվում էր բավականին անվնաս։ Որոշ ժամանակ անց տղամարդը տեսանյութ է տեղադրել, որտեղ իր կիթառը հանկարծ սկսում է ինքնուրույն նվագել։ Did you see that? Yes. Did you see that? It's okay. Okay, you'll say I'm cutting, so I'm gonna go nice and slow here. Hello? No way. Holy. That's weird. Շատերը իհարկե ամեն ինչ վերագրում են բեմադրությանը, բայց այնուամենայնիվ որոշ պահեր բավականին դժվար է բացատրել։ Իսկ դուք կարող եք ձեր կարծիքը գրել մեկնաբանություններում։ Քեյլ Էնթոն անունով մի տղա պնդում է, որ վերջերս իր տունը դարձել է տարօրինակ եւ վախեցնող ձայների աղբյուր։ Բայց ամենասարսափելի բաները տեղի են ունենում նկուղում, որտեղ սովորաբար ոչ ոք չի նայում։ Come on, buddy. Yeah, you can go. Come on. It's okay. Անծանոթ սարսափելի կերպարանք թափանցեց պատի միջով եւ հայտնվեց ուղիղ նրա ննջասենյակում։ Խուճապի մատնված տղան պարզապես քարացավ տեղում, չկարողանալով նույնիսկ փախչել։ Հաջորդ տեսանյութը շատ հին է, բայց դա ավելի սարսափելի այն դարձնում։ Մի երիտասարդ երեկոյան սինթեզատորի դաս էր ձայնագրում, եւ հենց այդ պահին կատարվեց սա։
Տղան կարծես չէր նկատում, բայց եթե ուշադիր նայենք, կտեսնենք հյուրասենյակում ստվեր, որը անմիջապես անհետանում է, երբ լույսը միանում է։ Այս չարագուշակ ստվերը կարողացել է իրարանցում առաջացնել եւ ստիպել տղային հավաքել իր ճամփրուկները։ Անցնենք հաջորդ պատմությանը։ Ան ապրեց իր կյանքի ամենավատ մղձավանջը։ Նա արթնացավ առավոտյան ժամը 3-ին, մահճակալի տակից լսվող տարօրինակ ձայներից, նայեց ներքև եւ կարծեց, որ դեռ քնած է։ Խուճապի մատնված նա արթնացրեց իր ընկերոջը հարևան սենյակից եւ նրանք միասին գնացին։ Այս պահին ձայնագրությունը դադարեցվում է, թողնելով հեռուստադիտողներին լիովի շփոթված։ Համացանցը, ինչպես միշտ, բաժանված է։ Ոմանք կարծում են, որ սա իրական հանդիպում է ինչ-որ այլ մոլորակային բանի հետ։ Ադրինան Գոնսալեսը շատ սովորական տղա էր, ով նույնիսկ չէր կարող պատկերացնել, թե ինչի կվերածվի իր սովորական աշխատանքային օրը։ Ամեն ինչ տեղի ունեցավ հենց պահեստում, որտեղ նա աշխատում էր։ Ինչ-որ պահի նա նկատեց մի տարօրինակ շարժում դահլիճի վերջում, ապա Ադրիանը հանեց հեռախոսը եւ սկսեց նկարահանել։ Luego aquí dicen que algo se aparece. No manches, es lo que se veía. ¿Qué es lo que se ve ahí? ¿Qué se ve? ¡Ay, no manches! ¡No! Ռաբոտյագն վստահ է, որ այդ օրը հանդիպել է իրական ուրվականին, եւ շատ հեռուստադիտողներ համաձայն են նրա հետ։ Հետևյալ սարսափելի տեսանյութը կտրվել է ուրվական որսորդի ուղիղ հեռարձակումից։ Նա ինչպես միշտ ուսումնասիրում էր թեժ կետերը, փնտրելով ինչ-որ միստիկ բան, եւ այդ օրը նա ուղիղ հեռարձակում էր այսպես կոչված արգելված անտառից կադրեր։ Allahu Akbar. Allah. Allah, 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 Allah. Նրան հաջողվեց շատ հստակ ձայնագրություն անել, որտեղ ինչ-որ գունատ հրեր սողում էր ուղիղ դեպի իրեն։ Որսորդը շփոթված էր եւ նման բան չէր սպասում։ Վերջերս Reddit-ում հրապարակվեց շատ տարօրինակ եւ խորհրդավոր տեսանյութ, որը ըստ երևույթին ֆիքսել էր մի մարզի։ Ձայնագրությունը կատարվել է մասնավոր տան պատշգամբում տեղադրված արտաքին տան անվտանգության տեսախցիկով։ Նկատել են, որ ուղիղ գիշերվա կեսին կադրում հայտնվել է կիսաթափանցիկ ուրվագիծ։ Այն վազել է ցանկապատի երկայնքով եւ անհետացել։ Տեսանյութը դիտելով տանտերը ցնցված էր եւ նույնիսկ չէր կարող պատկերացնել, թե ինչ կարող է դա լինել։ Տանտերերը տեղադրել էին տեսախցիկ միայն հնարավոր կողոպուտները վերահսկելու համար եւ թվում է, թե ինչ-որ մեկը ներս է մտել եւ դա անկասկած մարդ չէր։ Մենք տեսնում ենք մի նիհար արարած, անբնական չափսերով, սարսափելի դեմքով եւ փայլող աչքերով։ Այս խորհրդավոր տեսանյութը վերջերս հայտնվել է հայտնի սոցիալական ցանցում։ Կադրում ենք տեսնում ենք մի անհասկանալի արարած։ Այն շատ նման է գայլի։ Մեկնաբանություններում դիտողները անմիջապես այս արարածին անվանեցին դիվագայլ, սարսափելի հսկա գիշատիչ, որը ոչնչացել է հազարավոր տարիներ առաջ։ Իսկ հիմա նրան ֆիքսել են տեսախցիկները։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք։